Կանադայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է լիբերալ կուսակցությունը։ Գործող վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած լիբերալները առաջատար են կամ արդեն հաղթել են 164 ընտրատարածքներում։ Երկրորդ տեղում է աջակողմյան պահպանողական կուսակցությունը, որը նախնական հաշվարկներով կունենա 146 մանդատ։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը հասել է իր գագաթնակետին եւ պատերազմի սպառնալիքը մազից է կախված։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ վատ զինված Գերմանիան այսօր Եվրոպայի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան լավ զինված Գերմանիան, հավելելով, որ գերմանացիները պետք է ընդունեն այս նոր իրականությունը։ ԱՄՆ-ն առաջարկել է մինչև 500 վենեսուելացի միգրանտների ուղարկել Սալվադոր, որոնք կապ կունենան Տրեն դե Արագուա հանցավոր խմբավորման հետ։ Եմենի հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել մի բանտի, որտեղ պահվում են աֆրիկացի միգրանտներ, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ, եւս 47-ը վիրավորվել են։ Ռուսաստանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարող է դառնալ պարտադիր դպրոցական առարկա։ Մելանիա Թրամփը շնորհակալություն է հայտնել տարեդարձի շնորհավորանքների համար։ Մելանիան 55-ամյակը նշել է Հռոմի Պապի հուղարկավորության արարողության ժամանակ։ Իսպանիայում արտակարգ դրություն էր հայտարարվել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառով։ Իսպանական իշխանությունների համակարգված աշխատանքի արդյունքում էլեկտրականությունը գրեթե 10 ժամ անց վերականգնվել է։ Ուհանում ուսանողը ծանր վնասվածքներ է ստացել էլեկտրական հեծանիվի մարտկոցի պայթյունից։ Դու Ցյունզհայոյի ընտանիքը բուժման համար ծախսել է մոտ $388,000 եւ արդեն դատական հայց է ներկայացրել մարտկոցների արտադրողի դեմ, վնասի փոխհատուցում պահանջելով։ Տիտանիկի նամակը աճուրդում վաճառվել է $375,000, բացիկը գրել եւ ուղարկել էր առաջին դասի ուղևոր գրող Արչիբալդ Գրեյսի 4-րդը։ Ռուսաստանի նախարարների կաբինետը պատրաստել է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, ըստ որի բանկային քարտերի ապօրինի փոխանցման, վաճառքի եւ օգտագործման համար նախատեսվում են խիստ պատժամիջոցներ։ Գիտնականները պարզել են, որ բարձրահասակ մարդիկ ավելի խելացի են, քան ցածրահասակները։ Նրանց կարծիքով բարձրահասակ լինելը կարող է ինչ-որ կերպ նպաստել ուղեղի ավելի լավ զարգացմանը։ Բարսելոնայում բնակիչները տոնել են էլեկտրաէներգիայի վերականգնումը։ Ամերիկայում անցկացվել է աշխարհի առաջին սերմնաբջիջների մրցավազքը, որի ընթացքում երկու նմուշները տեղափոխվել են մոտ 20 սանտիմետրանոց տարաներում, մոդելավորվելով կանանց վերարտադրողական համակարգը։ Գիտնականները գտել են ատամնային իմպլանտների եւ պրոթեզների բնական փոխարինող։ Նրանք պարզել են, թե ինչպես կարող են ստեղծել իրական մարդկային ատամներ խոզերի մեջ։ Արիզոնայում մրցավազքի ընթացքում նավակը թռել է 9 մետր բարձրության վրա եւ մի քանի անգամ շրջվել նախքան ջրի մեջ վայրէջք կատարելը։ Բժիշկը բոտեքս է ներարկել դեմքի միայն մեկ կողմում, դրա ազդեցությունը ցույց տալու համար։ Փորձը վկայել է, որ հարթ մաշկի վրա բոտոքսի կիրառումը կարող է թուլացնել մկանային ակտիվությունը, հանգեցնելով լուրջ խնդիրների։